Բայլիս ոլորիտ տիտիկների ծլվորոթը մեր մոտ ժամը 8:15 է պակաս տիտիկներն արտացրեցին ինձ կուկու բարևույս բոլորիդ կուկու ինչպես եք սիրելիներս հուսով է որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է Արարության արթնացան և ես տեսա, որ ես պետք է գնամ պոչտա արագ ձևով և հիմա հագնվել եմ, որ գնամ, բայց մինչև դուրս գալը ուզում եմ միակ այս ամպիրվածքը երեկ երեկոյան չվրացել է ուղղակի Ալարեցի վրայից անը, բերել եմ ներս, հիմա հավաքեմ, պետք է հարթուկվի, այնքան հարթուկ ունեմ, երեք զամբյուղ Երևանից ասեցի չէ, ես որ գալիս եմ անգամ շորեր կային, որ չէի հագել, դաժե դրանք չես բոլոր հագել է, անգամ դրանք ես հագում եմ, որովհետև Լևանում եմ, որովհետև ասեմ ձեզ, որ ես սիրում եմ, որ ամբողջ դες մաքուր կախեմ, չնայած բաներ կան, որ իսկ ումա աշտանը նոր կհագնենք, բավականին շոք է այստեղ, ես անգամ մազերը չես կարողանում թափես, այդոն շոկը, ես չեմ կարողանում, ուզում հավաքեմ, ես պետքաս ինչ լավ արեցի, վերցեցի Երևան երեխեք, ով կմտածեր հունիս ասի Երևանի շոկը, երեկոյան ընդհանրապես չենք կարողանում դուրս գալ, և ես առանց չոնի բանի, բայց ես շատ ուրախ եմ, ես շատ եմ սիրում այդ եղանակը։ Ինչպես է ժողովուրդ ջան, հուսով եմ, որ ամեն ինչ նորմալ է ձեր մոտ, հուսով եմ, որ շատեր պատրաստում եք արդեն, որ գնանք արձակով, Աննայի արձակով ավարտված է։ Այսօր ահագին գործեր ունեմ անելու նաև տան հետ կապված, ուզում այսօր երեք հատակը չվերացրեցի, այսօր պիտի հատակը մերտոլանամ իմ գնաց միտով, բայց միտով հատակը լվանամ, Մինչև հատակը լվանալ, ես ուզում եմ նրա դուրսը մաքրեմ տերասը, որովհետև դրսից ես բաները թափված այդ կանաչ խոտ մոտ և հետո արդեն անցնենք նյարդսենց փոշիները վերցնեմ, ամուսնյակս խնձորոք երել է և թողանցել, բայց դա ոչինչ հոգ չի, գնացինք խոհանոց, մի քիչ խոհանոցը կարգի բերեմ, ունեմ բյուրոյի հետ կապված բաներ, ժողովուրդ ջան, ոբշմ, վերանայիդը օրը սկսեց։ Չեմ ուզում շատ ձանձրացնել ձեզ, ուղղակի ցանկացա ձեզ բարելույս բախտել։ Չգիտեմ այսօր ինչ եմ պատրաստելու, արդյոք կպատրաստեմ բանջարեղեն թե մակարոնեղեն, երևի մակարոն կպատրաստեմ, այսօր որ ասեցի ձեզ է, կոկիետները շատ լավն են, պատրաստենք միասին։ Ժողովուրդ ջան, գնանք այդ կողքի սենյակը դասավորեմ, երեկվանի չեմ դասավորել։ Սիրելիներս եկանք, հիմա ես դասավորեմ այս ամենը։ Մեկ ինչ լավ արեցի, որ սա գնեցի, չունեի սանի տոլեր, չունեի։ Սրանից մնացել էր մեկը, վարա։ Սա սրճի ամանն է, որ ես պետք է սոպրական երկրորդ ամանը Հիմա, եկեք սա իջացնեմ, վարա, սա մրգերի ամանն է գնում ամենավերևը, սա լավ է, որ բարձրահասակ ընկել երեխեք ջան, սա այստեղ, սա այստեղ, հիմա ես ուզում եմ ես ամենը շողեմ այստեղ, բայց սա դա տեղը չի լավ, անտար, հիմա, Եկեք, ամեն ինչը իշտեղ գնա,
մեջի անցքը ավելի մեծ է, քան անձեռոցի կվեն։ Տեսնում եք, անգամ այստեղ են խալտուրա անում։ Մենք չմտածեք մենակ մեկ ժողովուրդ ասում են, հայ, Հայաստան, Հայաստան։ Մենակ այս սրա տարբերությունը նայեք ու սրա։ Տեսնում եք, ու պրիտոմ սա ֆիրման է, հենց սոպարեն։ Ցտից դնում են մի հատը ձրի, չէ, 12 հատը դնում ես, 4 հատը ձրի, 4 հատի տեղ ատալի քաշել, մարդկանց հիմարի տեղ են դնում, ժողովուրդը, ամեն տեղ, ամեն ուշ, սա այստեղ, քիչություն չանենք, սա նույնպես տնենք այստեղ, ես միտեղ տեսա, որ ինձ պակասում է սոպալեն, երևի տանեմ են սենյակը մի հատը դնեմ, պետք է գալի, թելար սողմն հասա, չև մի ալարի, ով այարի ոչ դարարի, գնաց սա, Իտեք ինչ սրա դենը չի, ու դեպ անտատ քաշելուց ընգնում է։ Սա մի հատ ուրիշ տեղ կդասը, որ դնեմ ավելի, այ այստեղ կդնենք։ Հիմա տուալետի թուղթը դնենք ինձ սենց, վալա, դեպո արդեն տուալետի թուղթը պիտի նորից էլի լցվի, սա գնում է, այ այստեղ, վալա, Սրանք էլ գնում են անձեռոցիկները, այս փոքրիկի մեջ, սա ես տանեմ, որ մամայի կողմից արել լույսերը տնեմ այսօր, որտեղ ինքը շատ է սիրում երեկվան նաև այն լույսերին են խերջը, են ինչը մտածում։ Իմ ես երկու հացիկները, ստեղ Սերժը ինչ է արել, աղը միակ լցնեմ մեջը, դատակ կարոտ կա, Այստեղ գնացայլ է դատակ, չէ, լավ ասա դատակ չի։ Գնում է այստեղ, իսկ ես երկուսը գնում է այստեղ։ Հիմա, ինչ է անում դվաշենայի իչկը, սա ու սա հապում են։ Այստեղ ինձեր ժողովներ ոչ են երավելել, բայց չի հանել ծերականը։ Ծովա։ Եթե ամեն ինչը երկու օրը մեկ չդնես տեղը, ինչ ասեմ, նա բազար վագզալ։ Արը գնում այստեղ, հիմա գնացինք ասենց։ Սա գնում է դա տեղը։ Չգիտեմ, մակարոն անեմ այսօր, Երևի կպատրաստեմ մակարոն, ակրոշկա, դանարը այդ թիրեի ինձ ես վերջացելիս վրա, ասեկանները գնում է իրա տեղը, շատ այդ կասեկանայի չիս կտած, եսա վստամ էր աղիչ։ Վալա։ Մի մոմենտ նայեցի, տեսնեմ դանդաղ եմ, կամաց եմ խոսում, մայիկը հետ խինած եմ, են ոչ շուտ է, ես ես ուղղան են շուտ եմ ացանում, են չոյտը տակոյն է, են, չոյտը տակոյն, ես սա եղեք, լսնում եմ սրա մեջ, բայց եկեք սենց անենք, ոնց է բացվում, ոնց եմ, սա որ պատկերասում եմ կի բացեմ, հեսա, լավ, լավ էլ բացվում, սա այստեղ, սա խավ է դրված, հիմա սա փակենք արդեն, փակենք, բոթանա ու հով լինի այստեղ, գնացինք, սա էլ ավարտվեց սիրիներս։ Այսօր Սերգեյ Սերգեյեվիչ ուր է գնաց է, չգիտեմ, անաղոտ կանող, դիցե երևի պարտեզ այգի է, չէ, այսօր շաբաթ է,
Այսպիսի բաներ սիրելիներս նենց ճանճիկի զատկացնում ենք, հիմա սա բացենք, որ մի քիչ լավ պետք խաղամ, ես պիտի մեր հարևանու համար այս մոզայկի կադր պատվիրեմ, Սերժը գնացի գլուխը գողացել, թե Անահիտը ամեն ինչ իրար մետով անում, այդ խեղճկիններ աստավա ինչ կլինատ իմ համար է թող պատվիրի, այդ չապցել վեցը եկել է երեք։ Նատ ինքը գատու դաշնական իրա հետը ճշտում, որտեղ չեմ ուզում էլի հանկարծ սխալ բաներ անեմ, սա մեկ փոքրիկ մակարոնչիկն է, սա պետք է պատրաստեմ, սա տանեմ իրա տեղը։ Այսօր ուզում եմ վերջնականը հատակը լվանալ, բայց նախքան հատակը լվանալը միասին դուրս կգանք ես հրաշալի ամառային տաք եղանակով մի քիչ դուրսը կմաքրեմ, կավնեմ և հետո նոր արդեն կանցնեմ գործի։ Ստեղից 3-4 տարել եմ ընդեղ, որովհետև երեկոյան նստում ենք, են կողմը հով է և ամենակարևորը, որ դաժը ցուրտ։ Ձեր համար ոնց է ժողովուրդ ջան։ Մոռանամ, որ ես սա պետք է երեկոյան խմեմ։ Երեկոյան չէ, կեսօր ենք ունե, մոռացել էի տեղը, Սամեքսի համար։ Աղը թափվել է շնորհիվ։ Հավի դոշեր հանեմ։ Հավի դոշերը հանեմ, տեսնեմ ինչ եմ կարող եմ պատրաստել։ Ինձ ինչա պետք է աթոռներներ լվանալ։ Հայտարակ ծրտել եմ։ Ուրեմն, որ երեխեքը փոքր էին, հուլիսի 1-ից մեր տանը, ինչ ասեմ, անապերությամբ սպասում էինք, եղբայրս իր երեխեքի հետ, Սուսաննա, Էրուզաննայի երեխեքը, Այդայինը մեծ էին, բայց ամեն դեպքում գալիս էին, հետո թորլիկներն էին գալիս իրանց, անապերությամբ սպասում էինք, բայց հետո որ մեծանում են արդեն ժողովուրդ, ամեն արդեն այդ տարիք երեխան մեծացավ դարավ 13 տարեկան, իր արդեն իրան հետաքրքիր ոչ գյուղը, ոչ էլ այս հանգստությունը։ Լողավազան էի գնել, մի երկու անգամ գնել եմ այս լողավազաններ, բայց ճիշտ ասած մտածում էինք դնեինք, բայց հետո երկար մտածելուց հետո որ գցեցի բռնեցի, որ այդ լողավազանի ամբողջ Անտխեցիենը իմ վրա է լինելու, որտեղ Սերժը մարդ առավոտ գնում գործի, երեկոյան գալիս էր, ասեցի նո Անահիտ չես կարող։ Սերժ նորա, այսով է կա։ Հիմա ժողովուրդ ջան, մի հատ մաքրեմ ստեղ, կարիք ազդացում, հետ ինչ ծրվի, հետո նոր արդեն գնամ հատակը լվանամ բանը, զալը, մաման հլը քնած, բավան հիմա կա։ Ծարի և միակ այստեղ լավ սա մաքրեմ լվանամ, գլուխները կցավացնեմ, հետո նոր կմիանամ ժողովուրդ ջան, գնացինք, ահա, մաքրվեց, ամեն ինչը մաքրեցի, հիմա բերեմ միակ սա աղլը, սա գիտեք ինչ տանեմ այստեղ, հետո նոր արդեն կբերեմ, երեք մի քիչ ուշ լվացրեցի, դրա համար
Ես բաները կտրեմ, խոտերը, քանի հովա, բերեմ ես կողմինը կտրատեմ, ընդեղին էլ արևա, բայց կերն այլ կտրվի, գնալուց առաջ եմ կտրու, հիշում եք, այս ծառի վրա ես գնամ մի հատ այս բանը փաթաթեմ լույսերը։ Գնացինք, քինացինք ու դրեցի ավելը։ Այ, լավա, հիշեցին, հատուցեցին։ Ես ինչ անուշ կոֆեի հոտա կցեմ, մաման։ Մամ ջան, բայլուս, ես ինչ լավ կոֆեի հոտ ես կցե սենյակովդ մեկ։ Հա։ Ինձ էլ դուր գալի որ առավոտ կոֆեն միասում ինձ անուշ հոտ անում։ Մաքուր լավ կոֆե է, հա։ Սոխի հոտ արա։ Եթե ծնգես որ կսել եմ, գրամար եմ դուրս եկել որ կսել։ Հա, պատկացա դաժե դուրսը խեղտվեց հոտը։ Ոնց ես մամ ջան։ Ցավում ա ծունկդ։ Շատ։ Շատ։ Ես մի ամիս երևի ավելի շատ, ես չկսեցի, որ ալերգիան տվեցի, մարկիրը, կարծեցի սրանից, դատարեցեցի, իսկ այդ ժամանակ, որ կսում է ամբողջ մերոնայլ, հանգիստ, որ ելնում կանգնում է, չէր ցավում, ընթացքում նստած տեղս ցավում այսի, նստած տեղը քշեր ամբողջ քշեր ցավացել է, ասել կսեմ, տեսիմ, Ինձ թվում է ալերգիայի հետ կապ չուներ, այդ անտեր կլուբնիկը որ կելա այդ էր ալերգիա։ Դրանից էլ է տալի քո մաշկը շատ բարակա նուրբ է։ Մամ ջան։ Սկսեցի դրանից ոչինչ չէ։ Հա, մի քիչ արա դատարացա։ Ոնց է այնտեղի անուշ կոֆեի հոտը լավա դուրս ես եկել, այնց տունդ կոֆեով լցված է։ Հա, բալա ջան, հա, դու ոնց ես։ Ոնց քնեցի լավ։ Լավ է, շուտ եմ զարթը, ժամը 7-ին, 6:30, 5-ին, 4-ին չի կարում քնեի։ Հետո յոտած երեք որ քնա, այդ կինոն որ նայում եմ լավ է, ապրի այդան, բերեց այդ կինոն որ դրեց, շատ հաճելի կինո է, արդեն ժամ 1-ն էր։ Քանի սերիա է։ 3 սեզոն է, ամեն սեզոն կարծեմ 12 սերիա է։ Հա, ինչ լավ է, դե լավ է։ Քիչ-քիչ նայի, որ շատ արագ մի նայ։ Չէ, այդ 10-ից հետո եմ նայում, պատկերացրու, որ եկան մի սերիա եմ նայում։ Հա, ինչ լավ է։ 2 ժամ է սերիան։ Հա, դե լավ է։ Դե ուրիշ բաներ էլ ունես նայելու դրա համար։ Բան ունեմ էլի, դե չէ առանձնապես բան չկար որ նայեի բաներով։ Վերջը այդ ժամանակ դուրսը 21 աստիճան էր, անայ։ Յա։ Ահա։ 21 աստիճան է, այս կոնդիցիոները անջատում են։ Որտեվ հանգիստ քնում տունը 23 էր, դուրսը 21։ Բայց դու երեք вообще չես միացրել կոնդիցիոներդ։ Չէ, միացրել եմ։ Շատ քիչ, 2 րոպե։ Միացրում որ սկսում սարել արդեն։ Հա, դե դու մրսում ես մամ։ Ես չեմ ուզում որ անամ տատեսի ոչ որ Սուսանես տունը գնացի, սառնաբարիկը չես կարում, այն խոնավություն տալիս է։ Այ բալա ջան ասեցի։ Մամ իրանք ուրիշ վարիանտ չունեն։ Ասե քանիսն եք միացրել, բայց 23-ը, ասի 26 միացրեք։ 26-ը միացրեցին անայի, տունը տրախլատն է, սիրուն, ոնց որ սովորական տուն է։ Գիտես ինչի, որովհետև իրանց մոտ ահավոր շոկ է, իրանք միացնում են, որ այս տիտիկներն էս ինչ լավ են ծլվելու։ Հետա պիտի ելնեի են լույսը փաթաթեմ ծառին։ Որ լույս անը։ Ես մի հատ լույս էի, չէ՞ դրել այս իմ սելիեում, ասեցի որ այդան որ տակը այն անտերը գիշատիչները որ գայլերը կա, սեն սուր փշեր էր, խեղդում էր ծառը, դրանց էր որ խեղդում էր։ Կտրտեմ այդ ծառերը, մի հատ մի քիչ էլի բան է, ամբաղ-զամբաղ, բայց կթողնեմ իրիկունը որ հովին։ Հովի ժամը 9-ին, ու 9-ին էլ կդնեմ այդ բաները, լույսերը, որտեվ հիմա բարոշ արև ա տեղ։ Չէ, հիմա պետք չէ։ Չրած հիմա պիտի դնեմ, որ լավ լույս տա գիշերը։ Դու Սերժը ոնց է, լավ է։ Լավ է, մամ ջան։ Եթե սենց քամի կա, հիմա ուրեմն մամ իմացած եղի իրիկունն էլ այն կողմի վրա քամի կլինի։
Իսկ լինում է, չէ, առավոտ ահելնում ես Հունիս ամիսը լավ է, երկուները Քշերները հով արնում, այդ քշերները ամենավատը երբ է, մամ, հուլիսի վերջ, չէ։ Հուլիսը դիժա օգոստոսի կեսը։ Հուլիսի ինձ սկզբից անահի։ Ինչև մի երկու ամիս է տևում։ Չէ օգոստոսի վերջ։ Ես չգիտեմ ով ոնց մարդիկ կան խենթանում են ամառվա համար, ես ամառը այդքան չեմ սիրում։ Նախ ինչու չեմ սիրում։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, երբ որ ես բասկետբոլիստուհի էի, մենք ամբողջ տարին չեմպիոնատներ, մայիսին ավարտվում էր, ես գնում էի հավաքների արդեն սովետական միության ՍՍՀ հավաքականի մեջ էի, հետո էի գալիս հավաքները նորից էլի Հայաստանի, այդ ամառը մի ճգնաժամ էր մեր համար, բայց դե ինչ արած, պիտի պարապես որ հետո ռեզուլտատ տայիր, ու մեր բախտը պրոստը բերել էր, որ մեր հավաքները լինում էին կամ Մարտունի Սևան, կամ Ծաղկաձոր, և այդտեղ նենց հով, ցուրտ դաժե, երեկոյան մենք առանց ժակետի, առանց սպորտային շորերի դուրս չենք գալիս։ Մեր երկիրը դες փոքր է իր մասշտաբով, բայց կլիման շատ տարբեր է, օրինակ Լեննական մենք շոկ չենք զգացել, Անահիտ, շոկ չենք զգացել, ես որ հիշում եմ, այդ դու վերմակներով էինք քնում։ Այնա որ տարբերություն որ պատուհանը մի քիչ բացում էի, ես օրինակ Սևան որ գնում եք պանսիոնատ էինք գնում Սևանի։ Ծաղկաձոր բա ցուրտ։ Ոյ, սարը քշերը նորմալ պատոնի դռներ։ Բայց օրվա մեջ Ծաղկաձորը, այն որ մինչև հասնում ենք մեր բասկետբոլի դահլիճը, որովհետև չգիտեմ ինչի, մարդիկ օլիմպիական բազան, սովետական միության, որոշել էր, որ այդ քանի 2 կիլոմետր, համարյա 2 կիլոմետր հյուրանոցից մինչև բազա, բասկետբոլի դահլիճը անեին վերջը։ Երևի մտածել են բասկետբոլիստներն, ոտները երկար է։ Կարաս ասես, առաջինը ում դահլիճներ, մամ։ Խամբալ շտանգիստների։ Հետո բոբսլեյ, բայց ասում ես էլի, մամ, ամբողջ Ռուսաստանն ու Գերմանիա, Բերլինի ֆեդերացիան, այդտեղ էին ամբողջ ամառ լողորտերը։ Հետո բանը, ասեմ քեզ, մամ, ինչ էինք մենք անդադ այդ կողմերը գնում։ Օղորմածիկ Չոլախյանը շոքին չէր դիմանում։ Դե չէ որ Երևանի դահլիճները մի ահավոր բայց նույնը ես անեի որ տեղափոխվեցինք Երևան իմ համար ճգնաժամ էր խելագարվում ման բայց դու գիտես որ Երևանի դահլիճներում որ մտնում էինք որ մտնենք այն մանեժն էինք չէ պարապում կամ դինամո այն որ բուղը տալիս ա վրեդ 3 կիլո նիհարում ենք այդ խեղճ մարդալը մենք վազում ենք չէ շարժման իրանք կանգնած քրտինքները վրեկներից թափում են բա որ երկրաշարժից առաջ մամ երկրաշարժը որ եղավ Առաջին անգամ Չոլախյանը որոշել էր, որ հատիս թիմը պիտի գնա դեկտեմբեր ամսին հավաքների Գյումրի, Լեննական։ Անենց ուրախ էր 2 օր էր մնացել, մենք 2 օր հետո պիտի գնայինք այդտեղ ու ամբողջ Լեննականը մեզ էր սպասում, որ պիտի հատիսը գա հավաքների, դահլիճը ինչ սարքել, ամեն ինչով որ պիտի մի շաբաթ 10 օր, 2 շաբաթ պիտի դե հավաքների գնայինք։ Ինքն էլ այնքան հպարտ էր, այն էլ ամեն ինչը մի անգամից կանգնեց մի րոպեում երեխեք ջան դելա մամայի հետ մի քիչ նորություններ ունեմ խոսամ հետո կմիանամ ձեզ Արել եմ որ ես ուղղակի նայեմ զբաղվեմ սիրում եմ ախր Ռոստան сիրում եմ Это того, что некое полоса надо продолжить. А некое-то нет рождения глини, Tu peux crier et gueuler. Мне врал жизни. Смотрите полоса. Она это лет табочки катушила. Իսրանք չես կարա քայլը շատ տափակ է։ Չի մամաշինը։ Այսօր ճաշից հետո տանում եմ քեզ խանութ։ Tu fais pour manger, maman? Hein? Qu'est-ce que tu fais? Je fais les coquillettes au fromage et le truc, je fais le poulet et je fais des concombres, un peu tomates. Ինչ է սարքում ուտելու։ Այսօր ճաշից հետո տանում եմ քեզ սուտապչկի։ Ժողովուրդ ջան, սպասում էի ճիշտ ասած արևը դուրս գար ստեղից, բայց այս կողմի վրա էլի կա արև, բայց ուրիշ վայրան չունեմ արդեն։ Եկեք մի հատ այս խոտերը նայում եմ անընդհատ նստած մամայի հետ։ Մեզ լավ քամի է, երեխեք։ Քամի է, բայց շտոտ քամի է։ Հեսա վերջարամ, ձեր հետ խոսալու բան ունեմ, շատ կարևոր։ Դուրս եմ եկի խոտերն եմ կտրատում, որովհետև ահավոր ջղայնացած եմ։
Ժողովուրդ, այս ինչ ընտիրա, որ ասում է պրելես։ Ուրեմն, այն չելենտանոյի նման է, երեխեք, որ բանը անում է, անունչա, այն կինոն տեսել եք, չէ, որ ջղայնացած փայտա կոտրատում, ես էլ, ուրեմն, նոր մի քիչ առաջ նստած էի, ասեցի մի հատ կոմենտները կարդամ, բեկի տեսնեմ մեկը կոմենտ ա գրել, բայց ես տակը չեմ պատասխանել, տեսնեմ Ռոբերտ Գոնզալես, երեխեք, ոնց եմ խղճում ես քո նման մարդկանց, չես պատկերացնում, խղճում եմ, որ քո նման տգետներ կան, բայց նաև խղճում եմ մեր ազգին, որ քո նման դավաճան հայվաններ կան։ Ուրեմն գրել է մի հատ այսքան բան, Ռոբերտ Գոնզալես, ստացար պատասխան, դրան էի սպասում։ Ուրեմն երեխեք գրել է, դուք շատ սխալ եք մեկնաբանում, ես ապրել եմ Ֆրանսիայում, եթե դուք չեք տեղ չունեք ման գալու, գնացեք Փարիզ, այնտեղ կան լիքը թանգարաններ, դուք կարող եք գնալ այնտեղ, ոչ թե գնաք խանութներ, մեր հայ ազգը, մեր Երևանում բոլորն է տխուր են Հայաստանում, որ մի քիչ քաղաքի մեջ է, հա, բայց որ գրում ես այն կողքերը, մարդիկ տխուր են, աղքատ են, գիտեք, Սփյուռքից ինչքան են գողացել բան, լսի, դախ ես քեզ չէի խնդրել, որ դու քո կյանքդ պատմես, ուրեմն դու այնքան տխմար հետամնաց անձնավորություն մարդը պիտի լինի, որ իմ ասածը այտենց այդ ձևով բացատրի։ Գոնզալես Ռոբերտ, լավ բանը, այդ դուխով մարդ ես, անուն ազգանունդ է տակը գրեի, տեսնենք ով ես դու։ Լսի, դու այդքան մարդը այդ աստիճանի տգետ կլինի, նախ առաջինը, աղջիկ ես, տիկին ես, պարոն ես, ուրեմն արի մոտս դասընթացների, ուրեմն ես դու այնքան հաց ու պանիր պիտի ուտես, որ իմ նման իմ չափ մանեկած լինես, իմ չափ աշխարհտեսած լինես, եթե այդքան որ ես եմ տեսել քո մեշկիդ դնենք, կդառնաս ոզնի դու եկել ես ում ես սատանի մայլին քանդրբազություն ես խաղում, դու եկել ես մի բան ես ասում, որը որ իմ հոգուն ա կպնում, հայերը, գող են հայերը սենց են, այ դավաճան հայվան, բայց չես ամանչում, քո նմաններն են էլի, որ աշխարհը սենց տակն ու վրա է եղել, այդ տգետ, մի վարկյան զանգում են ինձ, կներեք զանգում էին, ուրեմն պատկերացնում եք երեխեք, մարդիկ այն աստիճանի պարապ չէ, նեգատիվ լինեն, որ վերցնեն քո խոսքը, քո գեղեցիկ խոսքը, որ դու քո հայ ազգին գովում ես, չէ, որ դա գովելի է, որ մենք այսօր դարել ենք համարյա Եվրոպայի նիվոյին, այսինքն մերոնք բոլորը մեքենա են վարում, մեր ժողովուրդը ապրում են, արարում են եւ այլն, ինչ կար տեղ, որ հայ ազգը ասում է Սփյուռքից գողացել են, դու դեր դուրակ ես, այ դուրակ, այստեղ են ասում դուրակ իշի քուրակ, ես ուղղակի ապշած եմ մարդկանց, ինչ ասեմ, տգիտությանը, ասում առաջ ես ապրում եմ Ֆրանսիայում, երևի հիմա ես իմ ուրա գնացի Գոնզալես կամ երևի մեքսիկացի է կամ գրողի սև ցավացի է, հա, դուրը չի գալ ինչ ես մտել հայկական ալիք, գնա մտի մեքսիկական, արաբական, թուրքական, ուրիշ ազգերի ալիք մտի այնտեղ նայի, որ թե քեզ էդի հոգի հարազատ է, եթե դու հայերին ատում ես այդ աստիճանի, ինչ ասեմ, Չելենտանոյինը վերցեցի այս թուրը թվանքը, հելա սկսեցի խոտերը կտրատել, որպեսզի ներվերս հանգստանա։ Ճիշտ ասած որոշեցի շորտ անեմ, ասեցի շորտ անեմ, շորտ դնեմ, հետո մտածեցի, ասեցի չէ, չեմ անի, բայց երևի մի հատ փոքրիկ շորտ անեմ ես։ Գիտեք ինչի, որովհետև շորտը բոլորն են կարդում, դա վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր փնովում են մեր հայ ազգին, բավական է էլի։ Ասում է հայերը թող գան գնան այդտեղ մուզեի, ապուշ, այս խեղճ հայերը որ գալիս են ստեղ, լավ որի չեն գալի, կեսը թուղթ չունեն, կեսը աշխատանք չունեն, ապրելու իրանց հայթայթում են, մարդիկ կան հայթայթում են, դու թանգարանների գները գիտես, այդ դուրակ, հիմա կասեք անայ ջղայնանում ես, այդ մարդկանց այդպես պիտի պատասխանել, երեխեք, եկել հենց էլ դաս է տալիս, ասում գնամ թանգարաններ, ինչ ես գնում խանութ, վայ խելքի ձունգա, հա, դիարի կոմիտաս ու մի կժվի։ Դե ինչ սիրելիներս, եկեք սրանով ավարտեմ իմ վլոգը,
Ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր։ Ես ինչպես ասացի, հեսախոտը կկտրատեմ եւ ձեր հետ խոսալու բան ունեմ։ Դա թող մնա մյուս բլոգում, որովհետեւ բավականին ինչ ասեմ, ցավոտ իրականություն է, պետք է ես այն արտահայտվեմ, բոլորդ ինձ լավ եք ճանաչում, որովհետև անարդարացի բաներ չեմ սիրում, սիրում եմ արդարություն եւ սիրում եմ խելամտություն։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ-շատ իմ լավ դրական հետևորդներ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։